Փետրվարի 10-ին տեղի ունեցած Երևանի ավականու նիստում քննարկման միակողակարգային հարցը Երևանի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի գործողությունների ծրագրի հաստատումն էր։ Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրար Փիհայկազյանը ներկայացրեց այն միջոցառումները, որոնք արդեն իրականացվել են եւ նախատեսվում են իրականացնել մայրաքաղաքում շրջակա միջավայրի պահպանության, կանաչ տարածքների ընդլայնման եւ քաղաքային կառավարման կայունության ապահովման ուղղությամբ։ Առաջարկող միջոցառումների շնորհիվ Երևան համայնքը կկարողանա մինչև 2030 թվականը հասնել ստանձնած թիրախային պարտավորություններին եւ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 30%-ով։ Միջոցառումները, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, վերաբերվում են հետևյալ ոլորտներին՝ տրանսպորտ, համայնքային շենքերի էներգոարդյունավետություն, քաղաքային լուսավորության ցանց, ճանապարհաշինություն, քաղաքային կենցաղային կոշտ թափոններ, կանաչապատ տարածքների ընդլայնում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ելույթում ընդգծել է, որ ծրագիրը միտված է մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 2012 թվականի մակարդակի համեմատ նվազեցնել առնվազն 30%-ով։ Նրա խոսքով վերջին տարիներին քաղաքապետարանը կլիմայական քաղաքականությունը դարձրել է քաղաքային զարգացման առանցքային ուղղություններից մեկը։ Քաղաքապետը նաև նշել է, որ վերջին 3.5 տարվա ընթացքում Երևանում ստեղծվել է շուրջ 60 հեկտար նոր կանաչ տարածք, կառուցվել ու վերանորոգվել են բակեր եւ ճանապարհներ, իրականացվել են հասարակական տրանսպորտի զարգացման ծրագրեր։ Ծրագրի քննարկումն ուղեկցվում էր իշխանություն, ընդդիմություն, փոխադարձ սուր հայտարարություններով։ Նախ ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Պետրոս Զարոկյանը ելույթում արձագանքեց վերջին նիստում քաղաքապետի արհեստական բանականության զարգացման վերաբերյալ հայտարարություններին, որին արձագանքեց Տիգրան Ավինյանը։ Պարոն Ավինյան, մի քանի շաբաթ առաջ դուք ասացիք Երևանի վատ օդի պատճառն է Երևանի վատ աշխարհագրական դիրքը եւ որպես օդի աղտոտման լուծում դուք առաջարկեցիք արհեստական բանականությամբ կանխատեսումներ անել եւ մշակել գործողություններ։ Նույնը Երևանի խցանման խնդիրները լուծելու համար դուք առաջարկեցիք ներդնել արհեստական բանականությամբ լուսացույցներ։ Պարոն Ավինյան, այս ամբողջ Երևանի խնդիրները լուծելու համար չեք կարծում, որ ավելի հեշտ կլինի միանգամից ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ։ Ձեզ, որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միանշանակ ավելի մեծ արդյունքներ կունենանք, պարոն Զարոկյան։ Հարցական։ Քաղաքային իշխանության վերաբերյալ հնչող տարբեր քննադատություններին ի պատասխան Տիգրան Ավինյանը նշեց, որ քաղաքապետարանի կողմից հավաքագրված միջոցները ծառայել են հանրային շահին, իսկ պետական բյուջեի վատ նման թեմայով հնչող հայտարարությունները նրա գնահատմամբ քաղաքական շահարկումներ են։ Okay. Ես հասկանում եմ, որ այս ջղաձգումները ձեր մանկապարտեզների թեմայով, ես այս ջղաձգումները հենց խոսքը վերաբերում է պետական բյուջեի վատ նմանը եւ յուրացմանը, ձեզ մոտ ջղաձգում առաջացնում։ Շատ այս ջղաձգումները հարգելի գործընկերներ բնական են, որովհետեւ հիմա համապետական ընտրությունների համար պետքա քաստինգը անցնի, չէ՞, մեր ընդդիմադիր գործընկերներ, պետք է անցնեք այդ քաստինգը։ Ինչքան այստեղից ավելի խրոխտ ելույթ ունենաք այն թեմաների վերաբերյալ, որ հենց ձեր քաղաքական, ոնց ասեմ, մերձ քաղաքական անձերին են վերաբերում, ինչքան լավ իրենց պաշտպանեք, այդքան բարձր տեղի եք հավակնում։ 2026 թվականի ընտրությունների տարբեր կուսակցությունների ցուցակում։ Նիստում միակ հարցը քննարկելուց հետո ելույթ է ունեցել Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ներկայացնելով Երևանի ավականու քննող հանձնաժողովի զեկույցը համայնքային մանկապարտեզների եւ դպրոցների տարածքների օտարման գործընթացի վերաբերյալ։ Գալջյանի խոսքով հանձնաժողովն ուսումնասիրել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի նախկին թաղային համայնքների եւ քաղաքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզների ու կրթական հաստատությունների տարածքների օտարման գործարքները։ Այդ նպատակով հարցումներ են ուղարկվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ուսումնասիրվել են ավականիների, թաղապետերի եւ քաղաքապետների կողմից ընդունված որոշումները եւ դրանց իրավական հիմնավորումները։ Նախադպրոցական կրթական հաստատությունների լուծարում կամ միավորում, համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզների տարածքների ամբողջական կամ մասնակի օտարում։ Քննության ընթացքում հետազոտվել են հարցումների արդյունքում ստացված բոլոր իրավական ակտերը եւ տեղեկատվությունները, որոնց համադրված վերլուծության արդյունքում ձևավորվել է սույն եզրակացությունը։
Հանձնաժողովն արձանագրում է, որ ուսումնասիրված գործարքները կրել են համակարգված բնույթ, իրականացվել են կրկնվող սխեմաներով, ընդգրկել են Երևանի բոլոր վարչական շրջանները եւ ժամանակային տևական հատված, հանգեցրել են նույնատիպ հետևանքների, հանրային գույքի կորստի եւ համայնքային կրթական ենթակառուցվածքների թուլացման։ Հանձնաժողովը փաստում է, որ բազմաթիվ դեպքերում մանկապարտեզների լուծարումը հիմնավորվել է թերբեռնվածությամբ կամ շենքերի վթարային վիճակով, սակայն դրանք հաստատող փաստաթղթեր այժմ առկա չեն, իսկ հետագա տարիներին արձանագրվել են հազարավոր երեխաների հերթեր։ Գալջյանը նշել է, որ ընդհանուր առմամբ լուծարվել եւ օտարվել է շուրջ 70 մանկապարտեզ, եւս մի քանի տասնյակ տրվել են երկարաժամկետ վարձակալության կամ անհատույց օգտագործման։ Մանկապարտեզների լուծարումները չեն հիմնավորվել նախադպրոցական կրթության պահանջարկի իրական նվազումով, չեն իրականացվել ժողովրդագրական եւ կրթական պահանջարկի կանխատեսումներ, չեն ապահովել երեխաների կրթական իրավունքների իրացման շարունակականությունը։ Նշված գործընթացները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետության սկզբունքին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված երեխաների անհատականության լիակատար եւ բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման պարտավորությանը, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։ Ներկայացվել են նաև կոնկրետ օրինակներ, որոնցում մանկապարտեզների եւ մշակութային տների շենքերը վաճառվել են շուկայականից մի քանի անգամ ցածր գներով, համայնքներին պատճառելով հարյուրավոր միլիոններից մինչև միլիարդավոր դրամների ֆինանսական վնաս։ Ըստ զեկույցի, այդ գործընթացների հետևանքով կտրուկ նվազել է նախադպրոցական կրթության հասանելիությունը, ձևավորվել են բազմաթիվ հերթեր, ավելացել է ծնողների սոցիալ-տնտեսական ծանրաբեռնվածությունը։ Հանձնաժողովը եզրակացնում է, որ ուսումնասիրված ժամանակահատվածում համայնքային գույքի կառավարման ոլորտում առկա են եղել համակարգային թերություններ, վերահսկողության եւ թափանցիկության պակաս, նաեւ առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքներ։ Զեկույցում ընդգծվում է, որ համայնքային գույքի արդյունավետ կառավարումն ու երեխաների կրթության հասանելիության ապահովումը տեղական ինքնակառավարման հիմնական պարտականություններից են։ Նիստում անդրադարձ է եղել նաեւ մայրաքաղաքի փողոցներում ասֆալտի անբավարար վիճակին։ Ավինյանը ներկայացրել է դրա առաջացման հիմնական պատճառներն ու նախատեսվող լուծումները։ Քաղաքապետի խոսքով խնդիրները հիմնականում արձանագրվել են այն հատվածներում, որտեղ իրականացվել են կոյուղու եւ ջրագծերի աշխատանքներ, ինչի հետևանքով ասֆալտն արդեն իսկ ենթարկվել է միջամտության։ Բացի այդ, որոշ ճանապարհներին երկար ժամանակ չեն իրականացվել ոչ հիմնանորոգման, ոչ էլ միջին նորոգման աշխատանքներ։ Ավինյանի խոսքով ճանապարհաշինական մի շարք ծրագրեր կիրականացվեն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ գործընթացի արդյունավետությունն ու ծավալները մեծացնելու նպատակով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։